Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ քննարկում հաղորդաշարի շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության տեխնացու Համազազգ Գալստյանի հետ։ Շնորհակալություն պարոն Գալստյան, որ մեր տաղավարում եք եւ հիմնական խոսակցությունը լինելու է գրեթե մեկ ամիս առաջ հրատարակված այս գրքի մասին, որը հեղինակել է պարոն Համազազգ Գալստյանը։ Խնդրեմ գրքի պատկերը ավելի մեծ ցույց տա մեր ռեժիսորը, այո։ Խոսքը վերաբերվում է Կիլիկիայի դասերը գրքին, որը որ այսպես յուրահատուկ ուսումնասիրություն է, եւ առաջին հարցս պարոն Գալստյան հետեւյալն է. դուք փաստորեն մասնագիտությամբ տնտեսագետ եք, բայց անդրադարձել եք կարծես թե պատմաբաններին ավելի բնորոշ մի ուսումնասիրության Կիլիկիայի շուրջը։ Իհարկե ես գիտեմ, որ գիրքը նաեւ ուրեմն հիմնականում տնտեսագիտական թեկումով է եւ այնուամենայնիվ ինչ տրամաբանությամբ է ընտրվել Կիլիկյան որպես համեմատականվելության օբյեկտ եւ ինչ ոլորտներ են ներառում ձեր վերլուծությունը։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն գրքի ներկայացման համար, ձեր թույլատվության համար ներկայացնելու։ Պատմությունը այսպիսին է. Ամբերտ հետազոտական կենտրոնի տեղեկագրում ես նախորդ 2 տարիների ընթացքում ներկայացրեցի 6 մասանոց Կիլիկիայի դասերը հոդվածաշարը, որը որ ըստ էության որևիցե ձևով ներողամիտ լինեն պատմաբան գործընկերները մեր, որևիցե ձևով դա խորքային պատմական ինչ-որ վերլուծական հոդվածներ չէին, դրանք ընդգրկուն հոդվածներ էին, որովհետև ես անդրադարձել եմ Կիլիկիային, հայկական Կիլիկիայի պատմությանը մի քանի դիտանկյունից։ Դա պատմական է այնքանով, որքանով կան հստակ փաստեր եւ արձանագրված իրողություններ, բայց կա ռազմաքաղաքական առանձին վերլուծություն, կա տնտեսական վերլուծություն, որը հարազատ թեմա է, կա ինչու՞ չէ արտաքին դիվանագիտական, այսինքն դոկտրինի դավանանքի, քաղաքական դավանանքի ընտրության խնդրի վերլուծություն եւ նաեւ բաժանված է 2 մասի, առաջին արար եւ երկրորդ, որոնցից մեկը վերաբերում է իշխանապետության թագավորությանը, ես այն համարում եմ այլընտրանքային ստեղծված պետություն, կասեմ զրույցի ընթացքում ինչու եմ այդպես համարում, եւ երկրորդ արարը դա նախորդ դարի առաջի աշխարհամարտի ժամանակ նորից հայկական Կիլիկիայի ինքնավարության, իսկ հետո նաեւ ձգտումը հանրապետության կարգավիճակ տալու արևմուտքի, այսպես ասած, նախագիծն էր, որը չինականացավ ինչ-ինչ պատճառներով։ Ցավոք սրտի եւ առաջին հանրապետությունը խորը վերլուծություն չի արել Կիլիկիայի, հայկական Կիլիկիայի եւ ծագումնաբանության եւ կենսագործնեության առումով եւ ոչ էլ խորհրդայինը։ Այստեղ խնդիրը մի քիչ այլ է։ Առաջինը ժամանակ չուներ, որովհետեւ անկախ պետություններ ու դեռ նոր ձևավորվող պետություններ եւ պատմաբանների այդ ինստիտուտը չէր հասցնում, այսպես ասած, ժամանակի ընթացքի հետևից, որովհետև իրադրությունները շատ արագ փոխվեցին եւ մենք գիտենք, որ ընդամենը շատ կարճ կյանք ունեցավ առաջին հանրապետությունը, իսկ խորհրդայինի մասին խոսենք մենք, ինչու Կիլիկյան անտեսվեց կամ տարվեց դեպի տեսիլքային դաշտ։ Շատ լավ, եկեք այդ ձեր ասած արարները մի հատ փորձենք առանձին հասկանալ։ Ուրեմն սկսենք առաջին արարից, երբ ըստ ձեզ ինչ ռեսուրսների համախմբման արդյունքում ստեղծվեց Կիլիկիայի թագավորությունը եւ ինչու է դուք նրան կոչում այլընտրանքային։ Նախ ասեմ, որ ինքը որպես այդպիսին ընտրություն տնտեսագիտությունում կա benchmarking հասկացողությունը, երբ որ դու փորձում ես
քեզ համեմատել էտալոնային կամ գոնե քո նման ինչ որ մի իրողության հետ, եթե դա ապրանք է, այդպիսի ապրանքի հետ էտալոնային, եթե դա պետություն է, այդպիսի պետության հետ, որը ինչ որ եզրեր պետք է ունենա համեմատության քո հետ։ Երբ որ մենք գալիս ենք Կիլիկիային, իշխանապետությանը եւ թագավորությանը, մենք ունենք 40-ից մինչև 50,000 քառակուսի կիլոմետրանոց տարածք, դա մեծ հայքի 300,000 քառակուսի կիլոմետրանոց տարածքը չի, ընդամենը 40-50,000 քառակուսի, մենք այսօր ունենք 30,000 քառակուսի։ Այնտեղ բնակչությունը հիմնականում հայերով տարածքը զբաղեցրած բնակչությունը կազմում էր 1.5-ից 1.7 միլիոն, մենք 3 միլիոն ենք, այստեղ էլ կա էլի նմանություն, կրոնը, որը պետության հետ համագործակցության բավականին ակտիվ փուլում էր, նույնն էր, եւ չնայած ծովային, այսպես ասած, տարբերակմանը, որովհետև ելք ուներ դեպի ծով, իսկ մենք այսօր չունենք, բայց միջազգային բոլոր, այսպես ասած, սկզբունքներով ելք դեպի ծով մեզ պարտադրիչ ինչ որ մեկը պետք է տա, այստեղ միակ խնդիրը է ծովային խնդիրն էր, բայց ես փորձել եմ դա հնարավորինս ոչ թե անտեսել, այլ այդքան էլ չկենտրոնանալ դրա վրա, որովհետև այսօրվա լոգիստիկայում ինքներդ գիտեք, արդեն օդային երթուղիները կան, ցամաքային երկաթուղիները կան, ավտոտրանսպորտը ակտիվ, հետևապես ծովը լինելով շատ կարևոր իհարկե երթուղի, այս պահին չի ընդգծվել աշխատությունում որպես այդպիսի։ Ինչու է այլընտրանք։ Մենք գիտենք, որ դա պատմական փաստ է, որ Կիլիկիան, հայկական Կիլիկիան որևիցե ձևով միայն վերին սահմանում դաշտային Կիլիկիա ինչ որ փոքրիկ հատվածով է ներառված, այն էլ ոչ որպես Կիլիկիա, ներառված մեծ հայքի տարածքում։ Ես համարել եմ այլընտրանք, որովհետև Ռուբեն իշխանը Բագրատունյաց թագավորության Գագիկ թագավորի վերջին թագավորի մեր մեծ թագավորության մասին է խոսքը, որովհետև հետո եղան չէ Վասպուրականի, Արարատյան փոքրիկ թագավորություններ, որոնք որևիցե ձևով չընդունվեցին, այսպես ասած միջազգային հանրության եւ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ պատմագիտության տեսանկյունից չհամարվեցին թագավորություններ։ Եվ Ռուբեն իշխանը սկզբունքորեն դուրս եկավ մեծ հայքի սահմաններից, Անիի կործանումից եւ Անիի վերջի թագավորությունից հետո եւ իջավ դեպի միջերկրական ծով, որտեղ ձևավորված էր պատմականորեն հայկական էթնոսը, համայնքը, այնքանով որքանով ի վերջով դա մեր տարածաշրջանն էր, Միջագետք, ներքև եւ շատ ավելի նախընտրելի էր, այսինքն իջավ դեպի միջազգային ավելի ակտիվ խաչմերուկ Ռուբեն իշխանը եւ այստեղ պետք է մի քանի նախադրյալներ, ռեսուրսներ նայենք, թե ինչու իրականացավ սկզբից իշխանապետությունը եւ ում շնորհիվ վերջնարդյունքում դա դարձավ թագավորություն։ Ասեցի, որ ինքը բազիսային ուներ հայկական միջավայրը։ Այնտեղ մայրաքաղաքների խնդիր կար, որովհետև Տարսոնը, Ադանան, վերջո Սիսը եւ այնքան էլ հեշտ չէր ինչ որ ձևով խաղալ այն միջավայրում, որտեղ ձևավորված էր արդեն կոնկրետ սուլթանություններ կային, հատկապես Հալեպինը, ներքևում Եգիպտոսը արդեն կամաց-կամաց դառնում էր ակտիվ, բայց մեզ օգնեց նախ եւ առաջ խաչակրաց արշավանքների այդ ծրագիրը մեծ, որը արևմուտքը նախատեսել էր, որպեսզի այսպես ասած քրիստոնեությունը գա դեպի արևելք եւ այդ սահմանագծում առաջի եւ երկրորդ արշավանքների ժամանակ հենց Ռուբեն իշխանը շատ հմտորեն օգտագործեց խաչակրաց արշավանքների այդ գործընթացը, որովհետեւ ի վերջով խաչակիրների պետք էր հենման կետեր, պետք էր պետական կամ ինքնուրույն միավորներ, որոնք կտանեին այդ խաչը եւ կլինեին մահմեդականության հետ սահմանային, ոչ թե արճակատման, այլ կամաց-կամաց ներառելով խաչակրաց գաղափարները, որը հիմնականում գիտեք Հռոմներ եւ Հռոմի պապներ նախաձեռնողը դեպի Երուսաղեմ արշավանքեր, բայց արանքում
անատոլիական փոքր հայքի տարածքը նույնպես ընդգրկվեց այդտեղ։ Առաջի պայմանը դա էր։ Երկրորդը, եթե մենք նայենք ժամանակագրորեն, համընկավ Բյուզանդիայի թուլացման հետ։ Մանասկերտի ճակատամարտը 1071-ին սելջուկները ակտիվորեն աշխատեցին տարածաշրջանում ամրանալու համար եւ թուլացավ Բյուզանդիան։ Իսկ մենք գիտենք, որ Բյուզանդիան ուղղափառության առումով շատ ակտիվ ցանկանում էր հայկական թագավորությունը ներառել կրոնական առումով ուղղափառության այդ տիրույթի մեջ։ Մենք էլ ենք ուղղափառ, բայց Քաղկեդոնով մենք տարանջատվել էինք, հայ առաքելական եկեղեցին տարանջատվել էր եւ Բյուզանդիայի հիմնական նպատակներից մեկը ուղղափառ Բյուզանդիային ենթարկելն էր Հայաստանի կրոնական ինստիտուտը, որը կբերեր նաեւ ուժեղ ազդեցության պետական ինստիտուտի վրա, այսինքն թագավորության վրա։ Դե թագավորությունը արդեն չկար, Բյուզանդիան ավելի ակտիվացրեց իր ներգործությունը, բայց խաչակրած արշավանքը ինքներդ գիտեք, որ կրում էր ավելի շատ կաթոլիկ ուղղվածություն եւ այստեղ էլ այդ խաղը Ռուբեն իշխանը կարողանում էր ինչ-որ ձևով տանել։ Այսինքն ռեսուրսային առումով կար բնակչությունը, եկեղեցին թագավորության կորստից հետո փորձում էր գտնել այն զանգվածը, որտեղ կարող էր պահպանել հավատքը, իսկ մենք գիտենք, որ անի կործանումից հետո ակտիվ տարագրության էտապ սկսվեց եւ իջան ներքև եւ բարձրացան դեպի Եվրոպա եւ բարձրացան դեպի հյուսիս, այսինքն եւ արևմուտք եւ հյուսիս եւ արևելք սկսեց ցրվել բնակչությունը, հիմնականում թագավորության բնակչությունը եւ եկեղեցին եկեղեցապահպանման իր այդ բաղադրիչը առաջ տանելով փորձում էր այնտեղ ձևավորվել ակտիվ, որտեղ էթնոսը գոնե հավաքական կար եւ նրա վրա շատ չէր եղել այդ հարցակումները եւ դա Կիլիկիայի դաշտավայրը եւ Լեռնային Կիլիկիայի հատվածն էր, ինչպես նաեւ ծովափը։ Այսինքն մի քանի ռեսուրսներով իրավիճակը այնպիսին էր, որ եւ խաչակիրներին էր պետք այդտեղ քրիստոնյա երկրի, ոչ թե երկրի, այլ ինքնավարության ներկայությունը եւ եկեղեցուն էր պետք, որպիսի ինչ որտեղ հավաքագրում լիներ ինչպես իր եկեղեցապահպանության ֆինանսական առումով ի վերջով դա ինստիտուտ էր, որը պետքա գոյատևեր։ Եվ իհարկե Գագիկ թագավորի իշխանի, որը գիտեք, որ թագավորական ճյուղ չէր, Ռուբինյանները հետո նոր դարձան թագավորական, երբ որ հաստատվեց իշխանապետությունը, իսկ ապա նաև թագավորությունը։ Հետևաբար այստեղ աշխատեց հայի հմտությունը աշխարհաքաղաքական իրավիճակում վերցնելու այն, ինչ որ հնարավոր էր այդ պահին։ Սա առաջի դասն է, որ ես դրել եմ որպես հիմքում։ Դրա համար պետությունը կոչել եմ այլընտրանքային, որովհետև չկար այդտեղ հայկականության հետքը կար, բայց պետականության հետքը չկար։ Դե այլընտրանքային նաև գուցե այն իմաստով, որ երբ որ մեծ հայքում չկար պետականություն, այո, ասենք եւ հնարավորություն չկար նորից վերականգնել այդ պետականությունը, փաստորեն մարդիկ դա արեցին փաստորեն Կիլիկիայի տարածաշրջանում, որտեղ ստվար հայ զանգված կար եւ ներքաշեցի նաեւ եկեղեցի, նաեւ գաղթում էին դեպի այդ կողմ, որովհետեւ Հայաստանում այդ պայմանները չկային։ Չկար, արդեն չկար այնտեղ, որտեղ հայոց վերջի թագավորությունն էր, ելի եմ ասում, փոքրիկ թագավորություններ կային եւ բավականին ինչքան փոքր, այնքան ամբիցիա հավակնոտությունը մեծ, բայց նրանք այլևս աշխարհակարգային միավոր չէին համարվում։ Հասկանալի է։ Դուք բազմակողմ վերլուծություն եք արել թագավորության տնտեսական կառուցվածքի, առևտրի մասին միջազգային, իմիջիալոց ասել, որ թագավորությունը Կիլիկիայի որքան ես պատկերացնում եմ, դա այդ եվրոպական իմաստով միակ թագավորությունն է, որ եղել է մեզ մոտ, հենց որպես թագավոր եւ ոչ թե կայսր։ Եվ այս իմաստով դուք քննարկում եք նաև տնտեսական խաչմերուկի գաղափարը, դա երևի հեռավոր այսպես բաներ կա նաև այժմյան իրավիճակի հետ,
Արդյոք դա իրոք խաչմերուկ էր, ուրեմն արևելքի, արևտրի աշխուժացման տեսակետից։ Ընդհանրապես ես վաղուց այդ սկզբունքը եւ այդ տեսակետը առաջ եմ տանում, ինչպես իմ դասախոսական աշխատանքում, այնպես էլ մասնագիտական եւ հատկապես այս հոդվածաշարերում, սա այսօր կարծես թե մի քիչ ավելի շատ տրենդային, մոդայիկ տերմին է խաչմերուկը, բայց այսպես թե այնպես մենք եղել ենք խաչմերուկի թագավորություն, խաչմերուկային երկիր։ Այլ է խնդիրը, որ 70 տարի մեզ անընդհատ համոզել են, որ մենք փակուղում ենք։ Այսինքն այս կողմում եղել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, վերևում Վարշավյան պայմանագրի երկրները, մյուս կողմում Պարսկաստանը, որտեղ եղավ փոփոխություններ եւ ինքը մաքուր դարավար արդեն ոչ թե աշխարհիկ, այլ կոնկրետ հավատի եւ իսլամը դրեց պետության հիմքում, այսինքն այստեղ ամրացան եւ փոխշահկապեցին միավորները եւ կարծես թե մենք հատկապես Արցախյան գոյամարտի սկզբում հայտնվեցինք շրջափակման մեջ եւ այդ փակուղու գաղափարախոսությունը անընդհատ ներդրվում էր մեր մեջ, որ չկա, փակուղի է եւ մի փոքրիկ միջանց կար մենակ Պարսկաստանով, ի պատիվ մեր պարսիկ բարեկամների, որով մենք կարողանում ենք շնչել, որովհետեւ Վրաստանն էլ ակտիվ ռազմական գործողությունների մեջ էր ինչ-որ մի պահի, քաղաքացիական պատերազմ կար այնտեղ եւ խնդիրներ կային։ Այսինքն վերևում ներքևում փակ էր, այստեղ փոքրիկ միջանցք էր եւ ինքը ճանապարհային երթևեկության կանոններով անգամ խաչմերուկ չէր։ Բայց մենք եղել ենք Մետաքսի ճանապարհի, այսպես ասած, սիրտը, եւ Կիլիկիան հենց վերցված էր օրինակի համար առաջի հերթին այդ մտադրությամբ, որ ցույց տամ տնտեսական կարգավորումների այդ ամբողջ խոհանոցը, որը որ այսօր էլ մեր համար աշխարհակարգի այս փոփոխությունների ընթացքում ելի շատ կարևոր է եւ չպիտի կենտրոնանալ մենակ մի փոքրիկ ճանապարհի վրա, մեղրու հատվածի վրա, այլ ընդհանրապես պետք է հասկանալ ինչ ասել է խաչմերուկ։ Այսօր կա է տնտեսական խաչմերուկի գաղափարախոսությունը, բայց ինքը կարծես թե տնտեսությունից ուզում է գա քաղաքականություն, բայց դա մենք պետքա հասկանանք, որից հետո։ Հիմա ինչ վերաբերվում է տնտեսությանը եւ դուք շատ ճիշտ նշեցիք, ինքը եւ իշխանապետությունը եւ անցումը դեպի թագավորություն եվրոպական մոդելի էր, որովհետեւ ավատատիրությունը ֆեոդալական այդ մեխանիզմը մենք տեսել ենք թե ինչպիսին է եղել Ռուսաստանում։ Ինքը մնացել է կայսերապաշտական, ֆեոդալները ամեն ֆեոդալ մի կայսր էր։ Այստեղ ինքը ոնց որ թե մոդելը վերցեց եւ դա իհարկե խաչակիրների նաեւ շնորհքներ, որովհետեւ իրենք գալիս էին, բերում էին մշակույթ։ Եվ կարծես եւ արքունիքը եւ այնտեղ կար պարոնների ժողով, որը որ ոնց որ թե մեր ազգային ժողովը, որի ձայնը հասնում էր արքունիք, այսինքն ինքը գործադիր մարմնի ինչ որ ֆունկցիոնալ բաներ ուներ եւ գանձապետական համակարգը եւ համայնքների ձևավորումը, որը որ օբյեկտիվ պատճառ էր, համայնքներ ձևավորվեցին թագավորության մեջ եւ մասնավոր հատվածը ակտիվ համագործակցում էր պետության հետ։ Սա եվրոպական մոդել է, որովհետև ֆեոդալական Եվրոպան այդպիսի մոդելով էր գնում։ Այնտեղ գիտեք այդ արհեստանոցային այդ համայնքները ամեն մեկը իրենը առանձին չէ, բավականին ուժեղ էին, ազդեցություն ունեին, որովհետև փողն էր, ֆինանսներ նրանց ձեռքում, մենք կշարունակելով կտեսնենք թե ինչ դեր են խաղում նույն Վենետիկի վաճառականները, նույն Պիզայի վաճառականները, նույն Մարսելի նավատորմը ինչ դեր էր խաղում այդ հանգույցում, որը կոչվում էր Կիլիկիայի իշխանապետություն եւ ապա թագավորություն։ Այստեղ խնդիրը հետեւյալն էր. ուզում էր Եվրոպան տեսնել իդեմս Հռոմի, որովհետեւ այն ժամանակ հիմնական կրողը խաչակիրների, այսպես ասած, նախագծի կնքահայրը Հռոմի պապն էր եւ արդյոք ուզում էր Եվրոպան տեսնել թագավորություն, ուզում էր տեսնել։ Արդյոք ուզում էր տեսնել ուժեղ թագավորություն։ Կուզեր տեսնել, եթե այդ թագավորությունը ունենար կաթոլիկ ուղղվածություն։ Այսինքն այստեղ խաղ կար եւ այդ խաղի մեջ էր Կիլիկիայի թագավորությունը, որին անձամբ գերմանական կայսր Վիլհելմը ձեռադրեց Լևոն II-ին, որը հետագայում ստացավ մեծագործի տիտղոս, որովհետև իշխանապետ լինելով դարձավ թագավոր։
գահը տվեց Եվրոպան Լևոն II-ին եւ հետեւապես այստեղ խաչմերուկ հասկացողությունը ձևավորվեց հենց ելնելով նրանից, որ շատ գեղեցիկ ձևով համադրեց Կիլիկիայի թագավորությունը արդեն արևելքի օրենքները եւ արևմուտքի օրենքները, այսինքն այդ վաճառական երթուղում դարձավ հիմնական խաղացողներից մեկը։ Դուք գրքում խոսում եք նաև եւս մեկ աղերսի մասին ժամանակակից իրավիճակի հետ, ես խոսում եմ քաղաքական դավանանքի կամ դոկտրինի մասին, որտեղ եւը կամն են գերիշխում եւ ինչ է զարգացնեք հանգել դուք Կիլիկիայի ուրեմն մոտեցումների մեջ, որովհետեւ ինչպես դուք ասում եք այդ ճկունությունը եւ ինչ որ համադրելու ունակությունը բերեց նրան, որ համապատասխան դոկտրին ընտրվեց։ Տեսեք, ես գրքում կա հատուկ պատկեր եմ ստեղծել, թե ինչպես է շարժվել դոկտրինը Կիլիկիայի հայկական պետության ժամանակահատվածում։ Կա իշխանապետական շրջան, դա տևել է մոտ 120 տարի, եւ կա թագավորական շրջան, դա տևել է 180 տարի։ Այսինքն ընդհանուր ինքը իր տևողությամբ մոտ 300 տարվա պատմություն ունի հայկական Կիլիկյան իշխանապետություն, թագավորություն։ Եվ երկու դեպքում էլ ակտիվորեն, ես իհարկե դրա կողմնակիցն եմ եւ պարզ է այստեղ սուբյեկտիվություն կա հեղինակի կողմից, ես հատկապես ցանցային ազգի պարագայում կամը միշտ ճակատագրական որոշումների, ծանր որոշումների խնդիր առաջացնում, երբ որ դու ընդհանրապես պետք է ընտրես կամ սա կամ նա։ Իսկ եւը ցույց է տալիս ճկունության տիրույթը։ Մենք այսօր նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Եվ իհարկե նա ով որ թե ուզում է թելադրել, նա անպայման ուզում է որ մենք երթում տանք կամի, ոչ թե եւի, որովհետեւ կոնկրետ չեմ ուզում երկրները նշեմ կամ միավորները, ցանկացած ասում է ժխտիր նրան, որ ինձ հետ լինես։ Այսինքն սա է խնդիրը, բայց հենց դասը նրանով է օգտակար Կիլիկիայի դասը, որ տեսեք, երբ որ իշխանապետությունը պետք է ամրանար, Ռուբենը դրեց, բայց հետո եկան, չէ, Թորոս ան, Թորոս բն, Մլեհ իշխանը։ Մլեհ իշխանի դեպքը ես հատուկ նշել եմ առանձին, հմտությունը կառավարչական եւ այդ կարողանալ խաղալը եւի տիրույթում։ Ինչ արեց Մլեհը, նախ ինքը հստակ գիտեր, որ ինքը իդեպ շատ ակտիվ հարաբերություններ ուներ մահմեդական աշխարհի հետ եւ սկզբունքորեն ինքը որպիսի կարողանա եկեղեցին ամրացնի, այսինքն մենք արդեն գիտենք, որ եկեղեցին եկավ դեպի միջերկրական ծով, հայ առաքելականի մասին է խոսքը, այսինքն ինքը հատուկ բերեց, որ կաթոլիկների դեմ առնի, որովհետեւ իրենք ի վերջո չեն ուզում թեկուս ուղղափառության կամ քրիստոնեության մեջ իրենց կրոնից դուրս գալ։ Ցավոք սրտի վերջում պարտադրանք եղավ, բայց այդ պարտադրանքը ոչ մի լավ բանի չբերեց։ Հիմա Մլեհը ինչ արեց։ Մլեհը շատ լավ ակտիվ հարաբերությունների մեջ էր Հալեպի սուլթանության հետ, ներքևում էր հենց Հալեպը, եւ կարողացավ կաթողիկոսին բերել վերևից Արարատյան ռեգիոնից բերել ներքև, մայրաքաղաքը դարձրեց Սիսը, իշխանապետության դերևս մայրաքաղաքը եւ կարողացավ չեզոքության, այսպես ասած, սկզբունք ձեռք բերել Հալեպի սուլթանության հետ, որովհետեւ ինչ որ մի պահի կաթողիկոսի աթոռը գտնվում էր Հալեպի սուլթանության տիրույթում։ Բայց դրանք հավատներով լրիվ տարբեր բաներ են, չէ՞, քրիստոնեությունը եւ մահմեդականությունը։ Հիմա Մլեհը այդ խաչակիրների հետ հարաբերությունները ոչ այնքան հստակ էին, հələ լավ չէին հասկանում ինչ են ուզում։ Զավթել են ուզում, մնալ են ուզում, գնալ են ուզում, Երուսաղեմը հասկացանք, այնտեղ դքսություն էին, Անտիոքի դքսությունը կար արդեն, այսինքն ինչ որ կաթոլիկ միավորներ էին հայտնվում։ Հենց այդ ժամանակահատվածում, երբ որ իշխանապետությունը գնում էր դեպի թագավորության, եւ Մլեհի այդ քայլը եւի քայլը, այսինքն բացի քրիստոնյա աշխարհից ակտիվ համագործակցելով մահմեդական աշխարհի հետ, բերեց նրան, որ նախ կաթողիկոսությունը ամրացավ Սիսում, այսինքն եկավ աթոռը կաթողիկոսի
ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը եկավ Կիլիկիա, իսկ այն ժամանակվա համար այդքան էլ տարանջատ չէր եկեղեցի եւ պետությունը, ուժեղ եկեղեցին իրենից ենթադրում էր ուժեղ պետություն, եւ ՄԼՀ դա հասկացավ, բայց օգտագործեց մահմեդական քարտ, այսինքն ինքը գնաց բարիդրացիականի Հալեպի սուլթանության հետ, որը շատ ուժեղ էր այդ ժամանակահատվածում, եւ ինքը սկսեց թուլանալ, երբ որ մողոլները եկան եւ Պարսկաստանի այսօրվա տարածքում եւ մի քիչ վերև այսօրվա մեր հենց Կովկասյան տարածքում ստեղծեցին Հուլավի իլխանությունը, որը Չինգիզխանի թորն էր ղեկավարում, այսպես ասած, եւ դա դառավ Կիլիկիայի հետ սահմանակից եւ սկսեց ճնշել մահմեդական աշխարհին ակտիվորեն եւ ՄԼՀ-ի պահով այդպես է, Լևոն երկրորդի պահով այդպես է, Հետում առաջինի պահով այդպես է եւ աշխատել է Հետում առաջինի ժամանակ, որովհետեւ երբ որ մողոլները ասպատակում էին մողոլական կայսրություն, եկել հասել էր մինչև Եվրոպա, ինքը արդեն այս ամբողջ տարածաշրջանը գրավել էր, բայց մողոլները Կիլիկիայի սահմանից ներս էին մտնում միայն Կիլիկիայի թագավորության թույլատվությամբ եւ դա Հետում առաջին թագավորի եւ մողոլ Մանգուխանի պայմանագրի տիրույթում էր եկեղեցին անսահմանափակ հնարավորություններ ուներ առևտուրը մաքսային կետը մողոլների այդ Հուլավյան իլխանության եւ Կիլիկիայի թագավորության սահմանով էր ասում եւ դա Եվրոպայի համար համարվում էր սահման այսօր էլ է այդպես ես դասերը տարել եմ հենց այդ ճանապարհով որ երբ որ սկսել է Եվը ակտիվ համագործակցություն է եղել երբ որ կամն է եղել անգամ երբ եղել է կամը որ այո Եվրոպա միայն կաթոլիկներ մենք ինչ գործ ունենք արևելքի հետ մահմեդականներ են աշխարհը ուրիշ է եւ այլ սկսել է թուլանալ այստեղ անպայման պետք է անդրադառնալ նաև այդ առաջի արարի վերջին, երբ որ Կիլիկիայի թագավորությունը թուլացավ եւ վերջը ընկավ, արդյոք դուք չեք համարում, որ այդ Եվի հետևանք է։ Ես քանի որ ասեցի ես ընդգծված Եվի կողմնակից եմ ես չեմ համարում հենց հակառակը ես փաստարկել եմ որ դա կամկամի օրինակ էր ինչու տեսեք երբ որ իհարկե առանձին թեմա է առևտրային պայմանագրերը որոնք մաքուր իրենցից ներկայացնում են այսօրվա միջազգային առևտրի նորմերով պայմանագրեր դա մաքսային պայմանագրերն էին տարանցիկ ուղեբեռերի պայմանագրերն էին որոնք կնքվում են եվրոպական երկրների խոշոր այսպես ասած օլիգոպոլիաների հետ ոնց որ հիմա մենք ասում այսինքն խոշոր ֆիրմաների հետ Վենետիկի վաճառականների, Պիզայի վաճառականների, Մարսելի նավատորմի եւ վաճառականների դուք գիտեք այստեղ խնդիրը ինչպիսին էր Կիլիկիայի միջոցով խաչակիրները օրինակի համար Վենետիկից բերում էին ձիեր եւ ռազմամթերք հետո թագավորությունը որոշեց իր մոտ ստեղծի ձիաբուծարաններ եւ այդ ձիերը ինքը վաճառի ոչ թե նավով բերվի այսինքն ինքը զարգացնում էր ճանապարհը Այստեղ մի հատ խնդիր կար, որը որ ինձ թվում է կործանման պատճառներից մեկն էր նաև, երբ որ խաչմերուկային այդ գաղափարաբանության մեջ առևտրային ուղի փոխվեց հազարամյակով գործող Բաղդադ, Ալեքսանդրիա։ Այդ ուղին դարձավ Թավրիզ, Այաս։ Այսինքն բարձրացավ վերև ուղին, դրանով զրկեց Եգիպտոսին շատ մեծ արտոնություններից։ Եգիպտոսը չուներ հացահատիկ եւ չուներ երկաթ։ Ինքը իր հացահատիկը եւ երկաթը ձեռք էր բերում նավահանգստի միջոցով, Ալեքսանդրիայի միջոցով։ Այսինքն Չինաստանից, Հնդկաստանից գալիս էր այդ ամեն ինչը եւ Պարսկաստանից այսօրվա այն ժամանակ Հուլավյան իլխանությունից, Մոնղոլիայից գալիս էր ապրանքը Բաղդադում մեծ այսպես ասած տոնավաճառ շուկաներն էին, որից հետո դեպի Եվրոպա գնում էր Ալեքսանդրիայով։ Եվրոպան քանի որ կախումը չէր ուզում ունենար մամեդական երկրից, Ալեքսանդրիայից, փորձեցին վաճառականները ճանապարհը փոխել, դարձնել Թավրիզով Այաս։ Այասը խոշոր նավահանգիստ էր, գիտեք։ Բայց
հենց դա էլ դարձավ Այասի կործանման պատճառը, որովհետև եգիպտացիները կյանքի մահու կռիվ տվեցին, որպեսզի Այասը չլինի նավահանգիստ, այլ նավահանգիստը մնա Ալեքսանդրիան, որովհետև դա իրենց համար հացի եւ զենքի խնդիր էր։ Այստեղ տեսեք, երբ որ ճիշտ որոշում չկայացվեց, այսինքն մենք գնացինք դրան, մեզ թվաց, որ եթե Այասը գանձապետարան է լցնում, այդ գանձապետարանով մենք բանակ ենք ուժեղացնում եւ խաչակիրներով փորձեցինք լուծել խնդիրները մահմեդական աշխարհի հետ, ընդ որում նաև մողոլների հետ սկզբնական շրջանում, որովհետև նրանք հեթանոսներ են, հետո թաթարական տարը ավելացավ եւ դառան մահմեդական, մենք ձեռք բերեցինք ավելորդ թշնամիներ։ Սա կամկամի ճանապարհով էր։ Եվ երկրորդը, երբ որ թագավորության մեջ թագավորները սկսեցին լինել կաթոլիկներ։ Մենք ունենք թագավորներ, 4 կամ 5-ն են դրանք, միջև վերջի թագավորը, որոնք կաթոլիկներ էին։ Եվ ինքներդ գիտեք, որ ժամանակին հենց Հռոմի պապը դրեց խնդիր, որ պետությունը պետք է դառնա կաթոլիկ։ Հակառակ դեպքում մենք էլ ձեզ չենք պաշտպանի Եգիպտոսի մամլուկներից, Հալեպի սուլտանությունից, որը թուլանում էր, սելջուկներից, որոնք ակտիվացել էին Մանասկերտից հետո շատ։ Եվ այս դեպքում արքունիկը դառավ կաթոլիկ, որը եկեղեցու հետ, հայ առաքելականության հետ գնաց բախումների, այսինքն սկսեցին խարդավանքները, դավադրանքները եւ այլն, ու ինչ որ մի պահի կարողացան համոզել արդեն հայ առաքելական եկեղեցու վերնախավին, որ դուք էլ ընդունեք կոնտակտ, որ գնում ենք դեպի կաթոլիկ հավատք։ Այսինքն այստեղ մենակ ուղղափառ, տեսեք, մենք անընդհատ ձգտել ենք դեմ լինել ուղղափառի մեջ, լինելով ուղղափառ Բյուզանդիայի տիրապետությանը, բայց քաղաքական խարդավանքների եւ ճնշումների Եվրոպայից վաճառականների արդեն ճնշումների, որովհետեւ ի վերջով այդ օրդենները, որոնք եկել էին տեկտոնական հողեր էին գրավել, վաճառականները ունեին հողեր, թելադրեցին, որ եկեղեցին էլ գնա եւ եկեղեցին ընդունեց կաթոլիկության կոնդակը, բայց հետո ասեց ժողովուրդը չի ընդունում։ Այստեղ գնաց կամկամով ճանապարհը միայն որ ընդունենք կաթոլիկներին եւ եկեղեցին եւ պետությունը գնացին կամի, էլ ձեռք բերելով մահմեդական աշխարհում թշնամիներ եւ գնաց պետությունը հանգման։ Շատ լավ, պարոն Գալստյան, անցնենք այսպես կոչված երկրորդ արարին, խոսքը վերաբերվում է 20-րդ դարասկզբին, ցեղասպանության այդ շրջանից մի քիչ առաջ, մի քիչ հետո, երբ որ նորից վերարտնացան Կիլիկիայի պետականության վերստեղծման գաղափարները, նույնիսկ ընդունվեց անկախության հռչակագիր, ինչու չաշխատեց այդ ամբողջը, որովհետև ամբողջը դրված էր այլ պետությունների, ուրեմն հույսը դրված էր ոչ թե սեփական ուժերի, այլ պետությունների վրա։ Դե ժամանակահատվածը այնպիսին էր, որ չկար պետականություն, չունեինք։ Առաջի աշխարհամարտի ժամանակ, բայց բնակչություն ունեինք, այո։ Առաջի աշխարհամարտի ժամանակ բնակչությունը որպես հայեցի պահպանման եւ հայկականության պահպանման կարևոր գործոնը դա իհարկե հայ առաքելական եկեղեցին էր եղել շուրջ 600 տարի։ Իհարկե, կես ասում եմ, որ ինքը եղել է կոնկրետ այդ ժամանակահատվածում ավելի շատ կեղեքող եւ այդ իշխանությունների կողմից, բայց ինքը պահպանեց լեզուն եւ էթնոսը համախմբման մեջ հավատքի առումով։ Տեսեք, ժամանակահատվածը այնպիսին էր, երբ որ սկսեց առաջի աշխարհամարտը, Օսմանյան տիրապետության կար մեծ հայկական համայնքներ, մանուֆակտուրաները զարգացել էին, տնտեսությունը զարգանում էր, հայերը շատ ակտիվ էին, մենակ Սվազի նահանգում 157 մանուֆակտուրաներից 146-ը թե 47-ը հայ արհեստավորների եւ սեփականատերերի ձեռքում էր, այսինքն ակտիվ էր հայկական համայնքը, բայց երբ որ սկսվեց պատերազմը կիսեց աշխարհը, այս դեպքում վերցնում ենք արևմուտքը եւ արևելյան մերձարևելյան հատվածը, որովհետեւ Չինաստանը, Հնդկաստանը եւ մնացածը խառը չէին այդ պատերազմին, առաջի աշխարհամարտի մասին է խոսքը։ Սկսվեց Ռուսաստանով եւ Գերմանիայով, բայց ամեն մեկի թիկունքին կանգնած էին ուժեր։ Գերմանիայի հետ էր նաև Թուրքիան
Ռուսաստանը Անտանտի պետությունները արևմուտքի հիմնական խաղացողները Ռուսաստանի հետ էին, որոնց միացավ հետո Ամերիկան։ Հայերը ցավոք սրտի երկու տիրույթում էլ կային, եւ հայերը կռվում էին համարյա իրար դեմ։ Ռուսական բանակում կային հայ զորավարներ եւ շատ լավ զորավարներ եւ զինվորներ, իսկ բանակային գիծը գիտեք կանգնած էր հենց մեր արևելյան եւ արևմտյան Հայաստանների սահմանագծում։ Եվ նույնը կար թուրքական բանակում։ Եվ այնտեղ եւ գերիների առումով եւ մահացածների առումով մենք դժող էինք, որովհետեւ պետություն չունեինք, բայց ակտիվ կռվող էինք եւ հիմնական առողջ վերարտադրող ներուժը գնում էր պատերազմի մսաղացով։ Տեսեք, շատ հետաքրքիր տերմինաբանություն կա եւ դա խորհրդային Հայաստանում էլ կար։ Երբ որ ասում ենք Հայաստան, այսօր էլ կա այդ խնդիրը։ Իրական, պատմական Հայաստան, որն է Հայաստան, արևելյան, արևմտյան։ Տեսեք, այն ժամանակահատվածում հստակ տարանջատվում էր արևելյան Հայաստան, որը Ռուսաստանի տիրապետության տակ էր, կայսրության, որը կռվում էր այդ պահին Գերմանիայի հետ, եւ կար արևմտյան Հայաստան, որը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Բայց արևմտյան Հայաստանը երկու մասի էր։ Վերևի մեծ հայքի, այսպես ասած, վերևի նահանգները, դրանք արևմտյան Հայաստան էին, որը Վիլսոնի վճռով Տիտղոսը դարավ այդ հենց արևմտյան Հայաստանի այդ հատվածի վրա, եւ արևմտյանը ուներ ներքևի Հայաստան, որը Կիլիկյան Հայաստանն էր։ Եվ քանի որ ռազմական թաթերաբեմը նաեւ եկավ առաջի աշխարհամարտի ժամանակ անատոլիական տարածք, այսինքն փոքր հայքի տարածք, եւ ամիջականորեն մասնակից դառան հույները, բուլղարացիները, այստեղ չէ, որոնք պետություններ էին։ Ներքևում արդեն կար Սիրիան, ավելի ներքև Պաղեստինը կար, եւ Եվրոպան որոշեց այդտեղ խաղարկել էլի նույն խաղակարտը, ես դա կոչում եմ խաղակարտ, Կիլիկիայի ինքնավարության խնդիրը փորձեց բարձրացնել, որովհետեւ վերևի հատվածում կարծես թե ընթարման ճակատ էր, այստեղ կարար առաջանալ օջախներ, կոպիտ ասած պարտիզանական։ Այդ գաղափարը իդեպ անգլիացիներին է, ոչ թե ֆրանսիացիներին։ Ֆրանսիացիները վեստում են իրենց, բայց դա անգլիացիներն են որոշել, որ հայերը, քանի որ լավ կռվող են, այս խաղաղ տիրույթում, որտեղ որ այդքան ակտիվ չեն, զարգացնենք հայկական ջոկատները, որոնք ինչ որ մի պահի կխփեն թուրքերին ներսից։ Ցավոք սրտի այդ process-ում տեղի ունեցավ արդեն մյուս եվրոպական երկրի Գերմանիայի գաղափարախոսների ակտիվ միջնորդությամբ տեղի ունեցավ տարհանումը եւ ցեղասպանությունը, այսպես էր խնդիրը։ Գերմանացի հայտնի գաղափարախոսներ կան, որոնք կողմ չէին, որ Հայաստանը ունենա ինքնավարություն։ Ասում են դա գլխացավանք է։ Խելոք ժողովուրդ են, հետո կդառնա պատմություն, կան կախանան, իրանց ուզածը կանեն եւ այլ եւ այլ։ Իրենք ասում են ավելի լավ է հայերին տեղաշարժենք, թեկուզ իջեցնենք ներքևել դեպի Միջագետք, որովհետեւ իրենք առևտրական են կզարգացնեն եւ այլ եւ այլ։ Իրենց խնդիրը ցեղասպանությունը չէր այդքան, որքան տարհանումը։ Բայց թուրքերի համար ինքներդ գիտեք, տարհանելը ոչինչ չէր տալիս, որովհետեւ հայը կվերադառնար։ Եվ արդեն այդտեղ գնաց իրենց քաղաքականությունը, այնտեղ էլ խնդիր կար, չէ՞, Օսմանյան կայսրությունը թուլացել էր, արդեն հանրապետության ինչ որ տարեր էր մտցնում, աշխարհիկ Թուրքիային փորձում ձևավորել, բայց թշնամին մնում էր թշնամի եւ իրենց համար գոյաբանական էր հայերին վտարելը։ Ցավոք սրտի այնտեղ որտեղ պատերազմական գոտի չէր, այնտեղ ակտիվ հայկական միջավայր էր ձևավորվել, դա դաշտային Կիլիկիայում էր, չէ՞, եւ գալիս էր դեպի ծովափնյա Կիլիկիա։ Եվ Թուրքիայի համար դա ուղղակի գոյաբանական խնդիր դառավ այդտեղ կազմակերպել, հենց տեղում կազմակերպել ցեղասպանություն։ Կազմակերպեցին քուրդերի միջոցով, լեզգիների միջոցով, թեու միջոցով, դա էական չի, դա եղավ պետական քաղաքականություն։ Ֆրանսիան փորձում էր ինչ որ ձև լուծել խնդիրը, քանի որ կար են 600 տարվա առաջվա իր, այսպես ասած, երազանքները եւ հայկական հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքը կար, որը շատ ավելի անգլիացիների օրինակ պրագմատիկ վերաբերմունք էր։ Ֆրանսիացիները ունեին նաեւ ինչ որ բարոյական, այսպես ասած, եղբայրության բանի, որովհետեւ վերջի թագավորները հայկական եղել էին ֆրանսիական ազնվական տոհմերի ներկայացուցիչներ եւ սավոյները միջև հիմա Եվրոպայում կան, այսինքն մեր թագավորական գիծը Եվրոպայում կա, գոյություն ունի։ Ֆրանսիացիները փորձեցին
ստեղծել իհարկե այդտեղ մեծ դեր ուներ նաև Նուբար Փաշան, փորձեցին ստեղծել հայկական լեգիոններ, սկզբից արևելյան լեգիոններ կոչվում, սիրիական տարկար մեջը ռազմիկների եւ հայկական։ Ընդ որում շատ հետաքրքիր պատմական իրողություն է, որ լեգիոնը հավաքվեց նաև այն հայերից, որոնց գերել էր Ռուսաստանը պատերազմի ժամանակ, իրենք այդ հայերին ոնց որ ասած կարողացան հետ բերել դեպի միջերկրական ծով Ռուսաստանից, պատկերացնում եք, արդեն Կրասնոդարի երկրամասում բան գերի հայեր էին, այդ գերիների միջազգային օրենքի եւ այլնի տակ բերեցին եւ կազմավորեցին լեգիոն մոտ 4000 հոգի, հայկական լեգիոնը հայտնի, եւ փորձեցին Կիլիկիայի հենց տիրույթում տալ ինքնավարություն։ Այստեղ շատ հետաքրքիր զուգահեռներ կան երկու պետությունների մասով։ Ես չեմ ուզում մտնեմ այդ քաղաքագիտական եւ պատմաքաղաքագիտական այդ դիսկուրսի մեջ այս պահին, բայց մենք էլ ունենք ընդամենը 5-10 տարի առաջ երկու պետություններ, մեկը չընդունված, մեկը ընդունված, եւ մեր ցանկությունը երկու պետություն պահելու թեկուզ լավ ցանկություններ, բայց սկզբունքորեն դա պետք է լիներ մեկը, որովհետեւ աշխարհը երկու նույն էթնոսի երկու պետություն շատ դժվար է ընդունում։ Եվ նույնը եղավ այն ժամանակ, դա իօքուտ էր թե ի վնաս, բայց արևելքում պատերազմի արդեն վերջամասում, երբ որ Մուդրոսը կար արդեն թուրքերը հանձնվել էին, թուրքերը կապիտուլյացիոն պայմանագիր էին կնքել, ֆրանսիացիները եւ անգլիացիները իշխում էին այդ տիրույթում, բայց քանի որ պատերազմը ավարտվում էր եւ Ռուսաստանում բոլշևիկյան այդ գաղափարախոսությունը ակտիվացավ, թուրքերը իրանց բնավորությանը համաձայն շատ արագ օդից բռնեցին այդ գաղափարախոսությունը, համ հանրապետականությունը Ֆրանսիայից վերցրեցին, համ այդ ինտերնացիոնալիստական ինչ-որ գաղափարներ, որի անա մի քիչ փողոցային է, որի կուտը անգամ կերան հայ ազգային կուսակցությունները երի թուրքերի ժամանակ։ Այսինքն նրանք բարեփոխումների այդ սոուսի տակ կարողացան պարտված պատերազմից եւ Մուդրոսի զինադադարից, որը կապիտուլյացիոն էր Թուրքիայի համար, որովհետեւ սահմանները վերաձևում էր Անտանտը, Թուրքիայի սահմանները, կարողացան դրանից դուրս գալ հաղթած։ Եվ ցավոք սրտի մենք դուրժեցինք, ինչու՞, որովհետեւ երբ որ Լոնդոնում գնում էր այդ արդեն պայմանավորվածությունները եւ Թուրքիան դեռևս չէր ընդունել, որովհետեւ 23-ին Լոզանում նոր պիտի ընդունեին Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը, Թուրքիայի հանրապետությանը, հայկական երկու պատվիրակություն էր գնում, արևելահայության եւ արևմտահայության։ Նուբար Փաշան շատ ծանր խնդիր էր դնում, ինքը ասում էր, այս Կիլիկիան փորձենք միացնել այն Հայաստանին, որը հիմա անկախանում է, դա 18 թիվն էր, 17 թիվ։ Սկզբունքորեն Արանքում կար ոչ հայկական տարով տարածք, Արանքում արդեն Կիլիկիայի եւ որովհետեւ ցեղասպանությունից հետո կամ տարհանել էին, կամ բնաջնջել էին, այսինքն այդտեղ արդեն հայկականությունը շատ ստվար չէր, Կիլիկիայում կար, ընդ որում Ֆրանսիայի այդ ծրագրից ամիջապես հետո սկսեցին վերադառնալ հայերը, մտածելով որ այդտեղ ինքնավարություն են ունենալու, երկրորդ անգամ խաբվեցին, երկրորդ անգամ կոտորած եղավ 18, 19, 20, մինչև 23 թիվը։ Եվ սկզբունքորեն արևելյան Հայաստանի տիրույթում անկախ Հայաստանի ստեղծումը բերեց նրան, որ եւ նաեւ Սևրի պայմանագիրը եւ Վիլսոնյան այդ իրավարարության բերեց նրան, որ Ֆրանսիան ոնց որ ասած ձեռքերը մի քիչ ազատեց, մտավ տնտեսական դաշտ Թուրքիայի հետ հարաբերություններում եւ տնտեսական բաղադրիչը վեր դարձավ բարոյականից եւ աշխարհաքաղաքականում հաղթեց տնտեսական բաղադրիչը, իրանք կնքեցին բազում պայմանագրեր գործարար Թուրքիայի հետ, նոր Թուրքիայի հանրապետության եւ սկզբունքորեն զիջեցին Կիլիկիան։ Ցավոք սրտի եւ լուծարեցին Սևերի պայմանագ կներեք, ես էլ ասեմ, Սևերի պայմանագրի ընդամենը 10-15 օր հետո լուծարեցին հայկական լեգիոնը, բայց հայկական լեգիոնը լուծարված լինելով հանդերձ մնաց Կիլիկիայում ինքնապաշտպանական մարտեր մղեց, պահպանելով այն քիչ բնակչությանը, որը դրվել էր այդտեղ։ Այո, եւ այդ երկու պատվիրակությունների մասին խնդիրը, որ դուք ասեցիք, ճիշտ է, հիմա փորձում են տարբեր ձևով ներկայացնել, բայց իրականում եթե այդ երկու պատվիրակությունները գոնե իրար հետ համաձայնեցված գործեին,
մենք բոլորովին ուրիշ իրավիճակ կունենանք։ Ես հիմա առաջարկում եմ մենք դուրս գանք կարճատև գովազդային դատարի, որից հետո փորձենք ամփոփել մեր այս հաղորդումը։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք տնտեսագիտության թեկնածու Համազգաստ Ղալստյանի հետ, ով վերջերս տպագրել է Կիլիկիայի դասերը, հետաքրքիր ուսումնասիրությունը եւ վերջին հարցը այս հաղորդման մեջ, որը երևի ավելի ծավալուն պիտի լինի, գիրքը փաստորեն դասերի մասին է եւ ավելի շատ մեր ժամանակների համար քաղելիք դասերի մասին է, որովհետեւ պատմություն իմացությունը, եթե դու նրանից համապատասխան դասեր չես կարծում, ուղղակի հետաքրքրության խնդիր է առաջանում։ Մենք այս հաղորդման ընթացքում մի քանի անգամ անդրադարձանք, որ շատ հետաքրքիր զուգահեռներ կան ժամանակակից մեր պետության եւ Կիլիկիայի թագավորության միջև, որոնք են ձեր կարծիքով այն հիմնական դասերը, որոնք որ տալիս է Կիլիկիան մեզ ժամանակակից Հայաստանում մնակողներին։ Ես զուգահեռներին անդրադարձել եմ գրքում կառուցված է գիրքը այնպես, որ ցանկացած ենթաբաժին եւ բաժին ունի իր ուղղվածությունը։ Պատմական, քաղաքական, ռազմաքաղաքական, արտաքին դիվանագիտական, տնտեսական
եւ իհարկե երկրորդ արարը, որը որ այդ ամեն ինչը շատ կարճ ժամանակում էլի հավաքել էր իր մեջ, բայց ի տարբերություն առաջին արարի գործ ունենք պետության հետ, պետական միավորի հետ, երկրորդ արարում գործ ունենք տարբեր պետություններում ձևավորված համայնքային միավորների հետ, որը շատ մանիպուլյացիայի համար արտակարգ, այսպես ասած, պրոդուկտ է, երբ որ քեզնով կարողանում են խաղալ եւ դու այդտեղ չունես ոչ մի պետականության բաղադրիչ։ Զուգահեռները փորձել եմ վերջաբանում անցկացնել եւ իհարկե իմ նպատակը դասերն էր, որ մերօրյա եւ դիվանագետները եւ քաղաքագետները եւ մասնագետները եւ տնտեսագետները, այսինքն գիտեք, բացի պատմաբաններից, որոնք սկզբունքորեն արել են ամեն ինչ ժամանակահատվածի համար, մնացած տիրույթում ամենակարևոր փորձերից մեկը, իսկ ինչի է Կիլիկյան համարվում կարևոր փորձի համար, որովհետև աղբյուրները բազմապիսի են։ Օրինակ մենք թագավորությունների մասին հայկական, մեր աղբյուրները շատ քիչ են սակավ եւ որպես կանոն մեր աղբյուրներն են դրանք։ Այսինքն հայ պատմիչների որպես կանոն եկեղեցու կողքը, այսպես ասած, բնակվող պատմիչների գրվածն են, որոնք կարող են լինել սուբյեկտիվ ազգային մտածելակերպով։ Իսկ Կիլիկիայի թագավորությունը եւ իրեն, ես ասեցի, այդ բեչմարքինգի համակարգով, որ ինքը նման օրինակ էտալոններից է, տարածքային առումով էլ, ժողովրդագրական առումով էլ եւ այլն, հավատքի առումով, այստեղ կարելի է տեսնել դասերի այն փունջը, որը որ այսօր էլ կա, որովհետեւ աշխարհաքաղաքական այն իրավիճակը ու այս իրավիճակը համարյա իրարից չեն տարբերվում։ Էլի հիմքում ավելի շատ սահմանների վերաձևումն է, էլի ավելի շատ հիմքում ընկած է, այսպես ասած, վերահսկող տիրույթների խնդիրը, տեսեք վերջի ծրագիրը Թրամփի հենց դրանցից մեկն է, որը նաև եղել է Կիլիկիայի թագավորության ժամանակ, երբ որ փորձել են նոր ուղիներ ստեղծել, եւ ես Կիլիկիայում ցույց եմ տալիս, որ ամեն նոր ուղի չի, որ անվտանգային ռիսկեր չի պարունակում եւ դա մեզ համար միայն փող է բերել։ Այնտեղ էլ Այասը ակտիվ լցնում էր Գանձապետարանը, որովհետեւ նավահանգիստ էր, որտեղով անցնում էին եւ մենակ այդ մաքսային турքի վրա կարող էր բանակ պահել։ Բայց կողքը թշնամիներ էր զարգացնում մամլուքյան Եգիպտոսի նման ահռելի կարողություններով թշնամի։ Ումա պետք դա։ Եվ այստեղ էլ պետք է ռիսկերը հաշվի առնել եւ ես բերել եմ դասերը եւ զուգահեռներ եմ տարել։ Հիմնական զուգահեռի մասին մենք խոսացինք, դա քաղաքական դոկտրինի, քաղաքական դավանանքի սկզբունքի մասին է։ Ես մնում եմ այն տեսակետին, անկախ նրանից այսօր բաժանված է երկու հստակ սահմանագծված մասերի մեր քաղաքական էլիտան կամ իհարկե մեկ արանքում կա, որ ասում են ես ոչ հյուսիսի եմ, ոչ արևմուտքի, ես հայակենտրոն եմ, բայց չեմ տեսնում ես այդ հայակենտրոնությունը։ Այդ հայակենտրոնությունը պիտի ինչ-որ գործերի բերումով լինի։ Այսինքն, եթե ասում ես հայակենտրոն եմ ու ասում ես այ հյուսիսը թափելու բան է, արդեն այդ հայակենտրոնություն չի, ուրեմն դու կամով գնացիր դեպի արևմուտք կամ արևելք։ Այդ եւի եւ կամկամի գաղափարախոսություն ես զուգահեռ տարել եմ եւ իմ առաջարկն է կոնկրետ էլիտային, որը բախտորոշ որոշումներ է կայացնում, գնալ եւի ճանապարհով։ Չի կարելի դնել խնդիրը, ես որպես տնտեսագետ եմ ասում, չի կարելի տեսնել, թե մենք ինչ ապրանքաշրջանառություն ունենք արևմուտքի հետ եւ ինչ ապրանքաշրջանառություն ունենք ԵԱՏՄ հետ, որը գնալով ավելի զարգանում է, կպնում է երկրներ եւ իհարկե այնտեղ կա նաեւ BRICS-ը, այնտեղ կա նաեւ Շանհայը, որոնք արդեն միավորներ են դարձել։ Չի կարելի այս ամեն ինչը անտեսել ու ասել մենք 2 րոպեում կարանք այդ հարցը լուծենք Եվրոպայի հետ։ Չենք կարող։ Ես էլ եմ շատ Եվրոպա սիրող մարդ։ Եվ իհարկե շատ բաներ կան, որոնք եւ ժողովրդավարության առումով, եւ կենցաղային առումով, եւ մշակութային առումով այդ կողմը ձգող է, բայց պետք է հասկանալ, որ երկիրը զարգանում է տնտեսությամբ եւ ռազմական դոկտրիններով։ Այստեղ մենք պետք է ունենանք, տեսեք, 3-4 օր առաջ ուղղակի զուտ ասում եմ, որովհետեւ դա էլ է զուգահեռ։ Ամբողջ ասիական աշխարհում հետ խորհրդային եղան լուրջ ընդհարումներ տարբեր երկրների միջև, Թուրքմենիան չեզոք է։
եթե հիշում եք, Թուրքմենիան մեզ տալիս էր գազ։ Այն ժամանակ, երբ որ իսլամական ամբողջ աշխարհը կանգնած էր ու ասում էր Հայաստանը նեղում է մեր եղբորը, մենք չպետք է իրան 30 տարվա չեզոքության տոններ տոնում Թուրքմենիան։ Չեզոք։ Ցավոք սրտի մենք այդքան չեզոք չենք կարող լինել, որովհետեւ բայց մենք էլ ունենք ցանց։ Մենք ունենք 2 միլիոն Ռուսաստանում, 1 միլիոն Եվրոպայում, 1.5 միլիոն Ամերիկայում եւ այլն, այսինքն եւը իմ համար առաջին եւ կարեւոր դասն է։ Դա բանի առումով, ռազմական դոկտրինի առումով մենք պետքա հնարավորինս չեզոքություն պահպանելով էլի գնանք եւի բանով։ Իհարկե, ռուսական զենքը այսօր 6-րդ սերնդի չի կամ 7-րդ սերնդի չի։ Բայց եթե անգամ պարսկականը ունի լավ այդ անօթաչուներ, մենք կարող ենք վերցնել պարսկականը, թող ոչ մեկ չնեղանա։ Դա մեր անվտանգության համար է, ոչ թե մեր հարձակողական զենքն է։ Նույնը հնդկականը, նույնը չինական, նույնը ֆրանսիականը, այսինքն այստեղ զուգահեռները հստակ են։ Տարվում են եւ այնտեղի կործանման եւ զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ եւը այլընտրանք ըստ ինձ չունի։ Շատ լավ, բայց այդ դեպքում այսպեսի հարց է առաջանում։ Եվը շատ լավ աշխատի համատաբար պես ոչ կոնֆլիկտային աշխարհում։ Ճիշտ է, աշխարհում միշտ տնտեսական այդ կոնֆլիկտները կան, շահերի բախումները եւ այլն, բայց երբեմն այդ կոնֆլիկտը սրվում է միջև այնպիսի աստիճանի, երբ որ պարզապես հնարավոր չէ այդ բանը պահել, նեյտրալիտետը։ Այո, շատ այսպես երկրներ, որոնք նեյտրալ են կամ չեզոք են, իրանք կարողանում են ավանդույթի բերումով պահել այդ չեզոքությունը եւ դուք նշեցիք օրինակ նույն Թուրքմենստանը, որ երկրը, բայց կան չեզոք երկրներ, որոնք որ չդիմացան են ճնշմանը եւ միացան, ասենք օրինակ ՆԱՏՕ-ին։ Այսինքն բևեռայնության պարագայում այդ եվը կարող է փորձանքի բերել եւ չեն գտնում։ Ես միևնույն է ես հաստատակամ եմ, որովհետեւ արդեն հանձնել եմ թղթին այդ իմ հաստատակամությունը, ես կհամաձայնեմ ոչ թե կիսով չափ, այլ 1/3-ով։ Այսինքն այստեղ պետք է շատ ավելի նուրբ, շատ ավելի ճկուն, շատ ավելի խելոք գիտական աշխատանք, որպեսզի կարողանաք պահել այդ հավասարակշռությունը։ Այո, պարոն Հացյան, տեսեք, ես ինչի ասեցի, որ Սփյուռքը գանձ է, մեր համար մենք ինչի պիտի չունենանք այլընտրանքային կառավարություն։ Եթե մենք ունեցել ենք այլընտրանքային պետություն, մենք ինչի պիտի չունենանք այլընտրանքային կառավարություն, որը նոտաներ հղի հայց Արցախի հարցով եւ չուժեղացնի։ Այդպիսի կառավարություն, բայց այո, այդ համագործակցությունը զրո է։ Ինքը մանդատը պետք է ստանա նախ առաջերտին մեզնից։ Մենք որպես պետականություն պետք է ասենք, մենք ընդունում ենք, որ 7 միլիոն սփյուռքը ունի իր Այստեղ ուզում եմ եւս մեկ ցավոտ հարց բարձրացնել։ Չեք կարծում, որ իրական Հայաստանի կոնցեպտը, որը հիմա շրջանառության մեջ է դրել իշխանությունների կողմից, ինքը նախատեսում է նաեւ այդ ձեր ասած այդ ցանցային սփյուռքի այդ հնարավորությունների կրճատում որոշակի իմաստով եւ եթե Հայաստանը իրան չի դիրքավորում որպես բոլոր հայերի հայրենիք, ապա մեծամասամբ կորցնում է այդ ճկունության հնարավորությունը, որը պիտի սփյուռքը իր վրա վերցներ։ Ես ընդունում եմ եւ ես պատահական չասեցի, որ դարասկզբին նախորդ սկսեցին Հայաստան հայրենիք, տեսան Հայաստանը շատ լենուբոլա ու արևմուտքը որոշեց, որ եւ իհարկե հյուսիսը որոշեցին, որ կտրտեն էլի, մեկը արևելյան սարքի, մեկը արևմտյան, մեկը շատ խորը արևմտյան Կիլիկիայի առումով, որովհետև այդպես հեշտ է կառավարելը։ Հիմա տեսեք, կա Մակիչ Արզումանյան, պատմաբան, խորհրդային ժամանակահատվածում 69 թվականին հրատարակել է գիրք Հայաստան 1914-1917։ Շատ լավ աշխատություն է, ինչ շատ օգնել է։ Ինչպես եւ օգնել են խաչակիրները եւ հայերը Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետեւ այնտեղ հիմնական աղբյուրները թարգմանված են հայերեն, Կիլիկիայի վերաբերյալ եւ խաչակիրների արշավանքի վերաբերյալ։
Ցավոք սրտի ես շատ հարգելով բոլոր ղեկավարներին պետք է ասեմ, որ այն դասերը, ինչ որ ինքը տեսել էր ակնառու եւ գրել էր այդ մասին գրքերում, չիրականացրեց կյանքում։ Եվ հեռանալը երբեք չէր նշանակում, որ այդ դասերը մենք հետո առանց իրեն կարող ենք քաղել։ Միգուցե հիմա դուրս գալուց հետո ավելի հեշտ է խոսալը եւ քննադատելը, բայց այն ժամանակ հեռանալը համարյա դավաճանություններ են գաղափարաբանությանը, որը կար։ Հիմա տեսեք, ես օրինակի համար պարզ բան եմ ասում։ Այսօր վերադարձի մասին քաղաքականություն եւ այլն չէ խոսում։ Դա կաներ կառավարություն հայլընտրանքային։ Մենք մանդատ կտայինք, կասենք մենք բան չենք ասում, բայց իրանք այսօր սկզբունքորեն դուրս են եկել ու սփյուռք են ներկայացնում, որովհետև իրանք իրանց բնորանից դուրս են։ Իրենք էստեղ են սփյուռք ներկայացնում, եթե մեր անձնագիրը չեն վերցրել։ Այսինքն այդ քաղաքականությունը կարող էր մեր այլընտրանքային կառավարությունը, որը երևելներով, տեսեք, ունենք, չէ՞։ Մենք ունենք Աֆեանի նման մարդ, որը այս կորոնա բանի ժամանակ, վարակի ժամանակ մոդեռնայով ամբողջ աշխարհին բաներ անում։ Այսինքն ես ինքս գտնում եմ, որ այո, նախ ինչեր Մակիչ Արզումանյանը գրում Հայաստան 1914-17, ուր էր Հայաստանը այդ պահին, բայց խորհրդային իշխանությունը թույլ էր տրվել, որ գրվի Հայաստան, ոչ թե իրական, անիրական, պատմական եւ այլն, այլ Հայաստան։ Այսինքն դա ոչ թե հավակնոտ բան է, դա ոչ թե պահանջատիրություն է, դա այնա ինչ որ մեր քաղաքականությունը պետք է լինի։ Մենք չենք ասում թուրքեր դուրս եկեք գնացեք դա մեր տերիտորիան է, Ադրբեջան գնայինք ում դա մեր տերիտորիան է։ Մենք ասում ենք այնտեղ ապրել է բնիկ մարդը 5000 տարի։ Բարի եղիր, իրավունքները պաշտպանիր։ Չես պաշտպանում, ուրեմն մենք պիտի ձգտենք միջազգային տիրույթով պաշտպանել։ Եթե անգամ այսօրվա կառավարությունը ձգտում է, իսկ կառավարությունը դա պետությունը չի։ Կառավարությունը ընդհանրապես պետության մեջ գործադիր ինչ-որ իշխանություն է, որը վաղը կարող է փոխվել։ Դոկտրինն է պետք։ Դոկտրինը եւ իհարկե տարանջատել Հայաստանը, իսկ այն ժամանակ այնքան էլ բան չէին, խելքից թույլ չէին մեր գաղափար բոլշևիկյան գաղափարախոսները։ Ասում են դու ասա Հայաստան, որովհետեւ այն կողքը որ նստած է քո հողի վրա, մենք իր հետ հիմա պետք է խաղալ այդ բաների վրա։ Այո, նորից գալիս են Գրիվանագիտության եւ խելոք մասին եւ Հայաստան-Սփյուռք կապերը ուժեղացնելու եւ ոչ թե թույլատրելու մասին։ Եվ իրական Հայաստանը, այն Հայաստանն է, որ եւ ձեր գլխում եւ իմ գլխում կա։ Այդ Հայաստանի սահմանները ամեն հայ ինքը որոշում է։ Դա մի հոգու լուծելու խնդիր չի։ Այս սարը, այն սարը, այս տարածքը, այն տարածքը։ Շատ լավ եւ հաղորդման վերջում պետք է ձեզ հարցնեմ, ինչպես մեր հեռուստատիտողները, եթե հետաքրքրվեցին այս գրքով, ինչպես որտեղից կարող են ձեռք բերել։ Շատ լավ առիթ է, որ ես շնորհակալություն հայտնեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, ռեկտորին, պարոն Գրիգորյանին եւ հատկապես պրոռեկտոր պարոն Հախվերդյանին, որովհետեւ իր ակտիվ ջանքերով է գիրքը հրապարակվել, ես ասի, որ հոդվածաշար էր, որը դարձել է գիրք, հրապարակվել է տնտեսագիտություն հրատարակչությամբ, մեր ինստիտուտի, մեր համալսարանի, ինքը առևտրային նպատակ չունի գիրքը, ինքը անցել է ակադեմիական հրատարակությունով, չի վաճառվում, այս փուլում մենք հրապարակել ենք գիրքը եւ ինքը կայքում կա, այսինքն տնտեսագիտական համալսարանի կայքում Կիլիկիայի դասերը, երբ որ ցանկանում եք, ինքը երկու մասի է, որտեղ տարողունակ բան ունի, չափ ունի, երկու մասանոց կա գիրքը, որովհետև հրատարակվել է քիչ, իհարկե այդտեղ ես օրինակի համար հարցրել եմ ինչքան են արդեն մտել այցելուները եւ շուրջ 270-280 այցելու է մտել այս ժամանակահատվածում, թե ինչքան են կարդացել, ինչքան են թերթել, դա այլ խնդիր է, բայց ես գրել եմ, որ գիրքը որպես հուշաթերթիկ է, որ ցանկացած բանին ինքը կարող է ինչ-որ բան հուշել, հատկապես երբ որ ժամանակահատվածը եւ տարածությունը մի քիչ մոտ է ավելի, քան մեծ հայքի ժամանակահատվածը։ Դրված է կայքում, հասցեն կա, իմ Facebook-յան էջում էլ կա հասցեն, որովհետեւ եթե ինքը առևտրային նպատակ չի հետապնդում, ուրեմն ինքը պետք է լինի բաց։
եւ ոչ մի կոպեկ չվճարելով կարող են մտնել asue.am եւ մտնել Կիլիկիայի դասերը ու կբերի գիրքը իր ամբողջ ծավալով։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ մենք գիրքը կարող ենք դնել նաև Նոյան Տապանի էլեկտրոնային գրադարանում եւ այնտեղից եւս հնարավոր կլինի ներբեռնել այս գիրքը։ Շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Սելի բարեկամներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Համազազբ Կալստյանը։ Աղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։